Վիտալի Բալասանյանն այն մարդկանց շարքից է, ով իր ընկերների հետ ուրեմն հրաժարվեց պաշտպանել Ղարաբաղի ժողովրդի իրավունքները եւ մատաղ արեց Ղարաբաղը։ Հիմա եկել են ուզում են մատաղանեն Հայաստանը, բայց դա չի ստացվելու։ Վիտալի Բալասյանը շատ փոքրիկ մարդ է ընդհանրապես եւ առհասարակ ես կարծում եմ Վիտալի Բալասանյանին թե քաղաքացիները, թե համապատասխան մարմինները պետքա ճշտող հարցեր տան առայն թե ինչպես նա լինելով Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ամենակարկառու ներկայացուցիչներից մեկը հանգիստ քայլելով անցավ Հաքարիի կամրջով, եկավ Հայաստան, իսկ իր ընկերները, իր մարտական ընկերները, իր քաղաքական ընկերները, իր մանկության ընկերները գերեվարվեցին եւ հիմա դաժան պատժի նաեւ վճռի արժանացան Ադրբեջանում։ Այդ հարցին մի հատ թող ինքը պատասխանի, Սամվել Շահրամանյանի թաթիկը բռնած, հետո նոր գլխից դուրս բաներ խոսա Հայաստանի Հանրապետության տարածքում։ Իսկ իրավական առումով ես վստահ գիտեմ, որ համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում են այն մարդիկ, որոնք փորձում են ոտնձգություններ իրականացնել խոսքի կամ գործողության մակարդակում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի դեմ, եւ երբ որ համապատասխան իրավիճակը լինի եւ անհրաժեշտությունը լինի, բնականաբար իրավական միջամտություն էլ կլինի, ինչպես որ եղել է օրինակ ռուսաստանցի օլիգարխի դեպքում, ով հստակ սահմանադրական կարգը տապալելու կոչեր էր հնչեցնում կամ ինչ էր անունը տերտերի Աջապահյանի դեպքում, ով ուրեմն էլի սահմանադրական կարգը եւ զինված հեղաշրջում անելու կոչեր էր հնչեցնում։